Տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ փոխանցել։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ամբիոնից իրեն քաղաքական եւ հանրային դաշտից դուրս շպրտելու մասին հայտարարությանը։ Եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով քաղաքական եւ հանրային դաշտից, գիտեք, գաղութները հանրային դաշտի մեջ են մտնում, քաղաքականությունը հասկացանք իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել, այսինքն ուր տանել այդ մարդուն լուսին, թե կյանքից զրկել, ասել է նա։ Ազգային ժողովի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում արած հայտարարությունները, թե ազգային ժողով անցնելու շանս ունեին իր ու Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժերը։ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցելու մասին հարցինի պատասխան նա ասել է՝ կտեսնենք իրավիճակից առաջ չեմ ուզում ընկնել եզրակացություններ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մասնակցության մասին։ Թուրքական աշխարհի երկրները կարող են ավելի արդյունավետ դեր խաղալ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ելույթ ունենալով թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության քայլերին։ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տոմագավ քրթիռների մատակարարումների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ կլինի էսկալացիայի նոր փուլ, բայց չի կարող փոխել իրավիճակը Կիևի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրասնոդարի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն Instagram-ի սթորի բաժնում տեղադրել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես է նա բժշկական զննում անցնում ատամնաբուժական կենտրոնում։ Ատամները բոլորը տեղում են, նշել է նա։